Այսօր մեր կառավարությունը այնքան լավ աշխատում, որ հավատացեք, եթե նորմալ ընդդիմություն ունենանք, ամեն ինչ լավ կլինի։ Այսօր ավելի շատ մեծ ուզում է ճիշտ ընդդիմություն ունենալը։ Ինչ ասել է ճիշտ ընդդիմություն, դուք ինչպիսի ընդդիմություն եք ակնկալում։ Նրան ոչ մի ձևով նախկինների հետ, չգան իրենց թալանի նպատակներով։ Ընդդիմության իրական գործառույթը իշխանությանը հայոյելը չէ, պետությունը ներսից քանդելը չէ, արտաքին ուժերի օրակարգը սպասարկելը չէ, ընդդիմության գործը վերահսկելն է, բացահայտելն է, այլընտրանք առաջարկելն է, քաղաքացու ձայնը պաշտպանելն է եւ իշխանությանը ստիպելն է ավելի լավ աշխատել։ Ժողովրդավարական աշխարհում ուժեղ ընդդիմությունը պետության թշնամին չէ, պետության ապահովագրությունն է։ Երբ ընդդիմությունը դառնում է պետության գոյությունը վիճարկող ուժ, այն արդեն ընդդիմություն չէ, այն քաղաքական համակարգի ներսում տեղադրված պայթուցիկ է։ Ահա թե ինչու մենք այսօր հրամայական ենք հռչակել ընդդիմափոխությունը։ Հայաստանին պետք է ուժեղ իշխանություն, բայց նույնքան անհրաժեշտ է ուժեղ պետական եւ պատասխանատու ընդդիմություն, որովհետեւ առանց լավ ընդդիմության իշխանությունը փչանում է, իսկ առանց լավ ընդդիմության պետությունն է վտանգվում։ Քվեարկիր համար 18-ին, հանուն հանրապետության, հանուն ընդդիմափոխության։